Պարոն Օհանյան, ազգային ժողովի ամբիոնից ձեր վերջին ելույթը բավականին շատ է քննարկվում եւ բավական ուշագրավ է նաեւ, որ դրան անմիջապես հաջորդեց գլխավոր շտաբի նախկին պատասխանատու Նիկ Գասպարյանի հայտարարությունը, որով նա առաջարկում է ազգային ժողովում փակ քննարկում անցկացնել եւ 2020 թվականի պատերազմի հետ կապված իր խոսքերով ասած ես մեջ բերեմ, ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերել մասով ներկայացնել մանրամասներ եւ բազմակողմանի փաստարկված վերլուծություն։ Արդյոք ձեր ելույթի հետ կապ ուներ սա եւ ինչու է հիմա Օնիկ Գասպարյանը ցանկանում խոսել հաշվի առնելով 20 թվականից հետո բազմաթիվ իրավիճակներ, երբ անհրաժեշտ էր շտաբի պետի խոսքը, բայց նա լռում էր։ Տեսեք, նախ այդ հարցը պետք է տալ Օնիկ Գասպարյանին եւ նաեւ հայտարարության շեշտադրումները նկատի ունենալով Օնիկ Գասպարյանը կարծում եմ, որ հայտարարության մեջ նշել է, որ տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր իր անձի վերաբերյալ եւ ինքը առաջարկում է ազգային ժողովում փակ գաղտնի քննարկում իրականացնել այդ ժամանակվա պաշտոնատար քաղաքական եւ ռազմական գործիչների, ինչպես նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչների, անհայտ կորածների, զոհվածների, հարազատների հետ, ովքեր որ ունեն գաղտնի տեղեկատվություն։ Ինչու է հիմա ինքը որոշել խոսել, կարծում եմ, որ հիմք է հանդիսացել հենց կեղծ լուրերը իր անձի վերաբերյալ, որովհետև տարբեր լուրեր էին շրջանառվում, տարբեր տեղեկատվական դաշտում լրագրողական գործունեություն իրականացվող մարդկանց կողմից ինքը դրան պետք է պատասխանի։ Հիմա ինչ վերաբերում է իմ ելույթի շեշտադրումներին, հիշեցնում եմ, որ իմ ելույթը տեղի է ունեցել 2025 թվականի կառավարության կատարողականի արդյունքների զեկույցի մասին, որը որ հիմք է մաս է կազմում կառավարության 21-26 թվականների ամբողջ գործունեության եւ իմ շեշտադրումը կարծում եմ, որ երկու ուղղությամբ է եղել, որ նախ այս կառավարությունը հակասությունների, կեղծիքի կառավարություն է եւ հակասություններ ինչու, որովհետեւ իրենց գործունեությունը չի համապատասխանում իրենց գաղափարներին եւ չի համապատասխանում իրենց տված խոստումներին։ Այս կառավարության գոնե գլոբալ առումով երկու խոստումներ չեն իրականացվել։ Առաջինը, որ իրենք հանդիսանում են Արցախի անվտանգության երաշխավորը, դա նշված է եւ իրենց ծրագրերում, առավել եւս 21-26 թվականի ծրագրում 44-օրյա պատերազմից հետո իրենք նշել են Արցախի ինքնորոշման եւ նաեւ Շուշիի Հադրութի շրջանի դեօկուպացիայի մասին, ճիշտ հակառակն է տեղի ունեցել, Արցախը հայաթափվել է եւ իրենք ոչինչ չեն արել եւ երկրորդը այս իշխանությունները եկել են իշխանության խաղաղության գաղափարի ներքո, բայց բերել են պատերազմներ եւ իրենք այսօր էլ մանիպուլյացիաներով մեր հանրությանը ներկայացնում են հետեւյալը, որ իրոք իրենք խաղաղություն են բերել, բայց իրենց բերած խաղաղությունը մեր շահերից չբխող է եւ ներողություն եւ երկրորդը իրենք ասում են, որ Արցախը իրենք չեն հանձնել, դեռ ավելին իմ վրթովմունքը կայացել է նաեւ նրանում, որ իրենք փոխանակ պատասխանատվություն կրեն, կգա մի օր Աստծո առաջ եւ նաեւ իրավապահ համակարգի առաջ իրենք այդ պատասխանատվությունը կրել են։ Դեռ ավելին, իր խոսքի մեջ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ գեներալներն են փախել։ Ես հենց այդ հատվածն եմ ուզում մեջ բերել ձեր խոսքի, որը բավական շատ քննարկվեց եւ ասում եմ, որ գուցե Օնիկ Գասպարյանի հայտարարությունը դրան է առաջնում։ Մասնավորապես ձեր հետեւյալ միտքը, պարոն Օհանյան, ասում եք, որ Արցախի պաշտպանության բանակը 283 կիլոմետր պաշտպանության գոտի ունեցել, դրանից 265 կիլոմետրը մինչև հոկտեմբերի 27-ը պահել ենք։
այն տարածքով են ձեր ասած գեներալները փախել, որը ձեր պատասխանատվությունն է հենց, նկատի ունեք Փաշինյանին։ Եթե Պաշտպանության բանակն է որոշում ընդունում, հաստատում է Գլխավոր շտաբը կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե մի քանի զորամիավորումներ են Պաշտպանության բանակը եւ հայաստանյան զորամիավորումները, ապա Գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում եւ հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը շրջանցել եկել հասել Շուշի, Բերձոր, Հայաստանի սահմաններ, Գորիս, Կապան եւ Մեղրի։ Այս հատվածն է մասնավորապես շատ տեսեք, ուրեմն եթե գեներալները փախել են, ապա փախել են իր գլխավորությամբ եւ ինքը պարտավոր է ասել, որ գեներալն է փախել։ Եթե գեներալները այդ հարցը, որ փախել են գեներալներ, դրա վերաբերյալ աղմուկ չեն բարձրացնում, չեն խոսում եւ միայն այսօր քննարկվում է իմ խոսքը, ապա կարծում եմ, որ այստեղ հավելյալ տեղեկատվություն կարիք կա։ Ես նորից ուզում եմ կրկնել հետեւյալը, որ Ադրբեջանի զինված ուժերը ճեղքել են Պաշտպանության բանակի հատվածը, ընդ որում այստեղ ոչ մի գաղտնի բան չկա, բոլորը գիտեն։ Բանակի Պաշտպանության հատվածը աջ թևում եւ աջ թևով են նրանք եկել հասել Հայաստանի Հանրապետության սահմաններ եւ այն հատվածը, որի պատասխանատվությունը կրում է Հայաստանը։ Ուրեմն այդ պատերազմի ժամանակ զոհվել են Պաշտպանության բանակի երկու տեղակալ, Պաշտպանության բանակի հրամանատարի երկու տեղակալ գեներալական պաշտոնների։ Այդ պատերազմի ժամանակ զոհվել են դիվիզիայի 3 հրամանատարի տեղակալներ։ Այդ պատերազմի ժամանակ զոհվել են 2 գեներալ Արցախի ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալներ։ Այդ պատերազմից հետո Արցախը հայաթափելուց հետո, որպեսզի Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովի, 2 գեներալ ըստ էության իրենց կամքով գնացել եւ այսօր գտնվում են Ադրբեջանի դատարաններում, դա գեներալ Մանուկյանը եւ գեներալ Մնացականյանն են։ Այդպիսի հայտարարություն անել գեներալների մասին, ես գտնում եմ, որ ճիշտ չէ, դա սուտ է, կեղծիք է եւ եթե այսօր Նիկոլ Փաշինյանը դրանց անունը ովքեր են փախել են չտա, այդ նշանակում է, որ ինքը մշտապես առաջնորդվել եւ այսօր էլ առաջնորդվում է ստի եւ կեղծիքի բանով, գաղափարով։ Իսկ ինչ եմ հասկանում, նախ պետք է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադառնալ Օնի Գասպարյան, որովհետեւ շատ այս օրերին, այս ընթացքում շատ ենք լսել ձեր ասած այդ տիպի հայտարարություններ։ Փախել են, դասալքության մասին է խոսվում, այս հարցերն առաջնային պետք է անդրադառնա, հավանաբար Օնի Գասպարյանը։ Ես տեսեք, ես չեմ ուզում քննարկեմ Օնի Գասպարյանին, որովհետեւ պատերազմի ժամանակ որոշումներ ընդունելը, իրականացնելը չափազանց բարդ, դժվար պատասխանատվություն է եւ կարծում եմ, որ ինքը դրա մասին պետք է խոսի եւ ինքը եթե ասում է, որ պատրաստ է քննարկել, թող քննարկի, լավ է ուշ կան երբեք։ Բայց միևնույն ժամանակ էլ իմ խոսքի մեջ ասվել է նաեւ նրա մասին, որ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ինչու՞ չի տեղեկություն տալիս մեր հանրությանը։ Այդ դեպքում, եթե նոր պետք է նորից քննարկում լինի, ինչով է զբաղված եղել այդ հանձնաժողովը, ինչու իր պարտականությունները մինչև վերջ չի կատարել, որովհետև պահանջում են այդ հանձնաժողովի տեղեկությանը, մեր հանրությունն է պահանջում, մենք էլ ենք դրա մասին մի քանի անգամ ասել եւ կարծում եմ, որ այստեղ խոսել, չգիտեմ, գաղտնիության ռեժիմի մասին, յուրաքանչյուր իրողություն, որ իր մեջ պարունակում է նաև գաղտնիություն, իշխանությունների խնդիրն է խելամիտ կերպով հանրությանը վերաբերող մասը, որը որ գաղտնիություն չի պարունակում, տեղեկացնել հանրությանը, որպեսզի հանրությունը իմանա այդ տեղեկությունները, հանրությունը փարատի այն մտավախությունները, այն մտահոգությունները, որ եղել են, եւ ամենակարևորը, որ փարատի նաեւ այն մտավախությունը, որ այսօր արդյոք անվտանգային համակարգը պատշաճ մակարդակի վրա է եւ պատշաճ մակարդակի վրա է զարգանում։ Իմ խոսքը
եւ իմ խոսքի մեջ ես օգտագործել եմ միայն մեկ անուն։ Այդ անունը Նիկոլ Փաշինյանն է եւ այսօր ինքն է պատասխանատվություն կրում այդ ամենի համար։ Ինքը բավականին մանիպուլատիվ կերպով իրեն թվում է թե խելամիտ կերպով, բայց բոլորը հասկանում են, ուզում է իր պատասխանատվությունը գցել կամ նախկինների վրա, կամ այլոց վրա, եւ կամ էլ, ինչպես ինքն է նշում, ասենք, փախչող գեներալների վրա։ Մարտական գործողությունների ժամանակ, պատերազմական ժամանակահատվածում կռվում է ոչ թե բանակը, այլ կռվում է պետությունը, կռվում է երկիրը եւ երկիրն է, որ պետությունը դնում է ռազմական ռելսերի վրա, պետությունն է, որ մոբիլիզացնում է այն հավաքական կամքը, որ կա ժողովրդի մոտ, պետությունն է, որ մոբիլիզացնում եւ թիկունք է կանգնում բանակին, լրացնելու բանակի կազմը, լրացնելու այն սանիտարական կորուստները, այն զոհերը, որ ունի բանակը, գիտեք, որ իմ ասածին ի հավելում ավելացնեմ, որ բավականին քանակությամբ զորամասերի հրամանատարներ են զոհվել եւ վիրավորվել, հրամանատարներ, զինվորներ, պայմանագրայիններ, կամավորականներ, իրենց կյանքը տվել են այդ պատերազմի համար 44 օրյա պատերազմի ընթացքում եւ այդպիսի իրողությանը փախուստ անվանելը դա ճիշտ չի, որովհետեւ պետության ներգրավվածությունը համակողմանի պետք է լինի մարտական գործողություններին, պատերազմական իրավիճակին եւ յուրաքանչյուր գերատեսչություն պետության ղեկավարից մինչեւ հասարակ շարքային քաղաքացի իրենց խնդիրները պետք է կատարեն եւ ունեն իրենց պարտականությունները։ Պարոն Հովհաննիսյան, ո՞րն է ձեր բացատրությունը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը զեկույցը այդպես էլ չհրապարակեց։ Արդյոք դա Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին վնասելու էր։ Ո՞րն է ի վերջո այն չհրապարակելու, որևէ ձևով հանրությանը չներկայացնելու դրա արդյունքները։ Կարծում եմ, որ այդ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովը գնահատականներ պետք է տա։ Առաջինը նաև գնահատական պետք է տա հակառակորդին, նրա գործողություններին։ Միանշանակ, եթե կան ներքին պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ, Ադրբեջանի նախագահի հետ, դա որոշ չափով կարող է վնասել։ Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա ոչ միայն բանակին, այլ քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա ամբողջ պետությանը, իշխանության բոլոր թևերին։ Այդ քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա ազգային ժողովին, որպես օրենսդիր մարմին, թե ինչպես է ինքը կատարել իր պարտականությունները եւ ինչպես է, ասենք, գործողություններ իրականացրել, որպեսզի մեր ժողովրդին համախմբի մեր հայրենիքը պահելու, Արցախը պահելու համար եւ նաեւ պետք է գնահատական տա արդյոք, ասենք, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարող է ինքն իրեն գնահատական տալ, որովհետեւ նախկին 44-օրյա պատերազմում ինքը եղել է նույն հանձնաժողովի նախագահը, որ վերահսկողական, խորհրդարանական վերահսկողության շրջանակներում որոշակի ֆունկցիաներ ունի։ Այդ քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա գործադիրին։ Ինչպես է գործադիրը իրականացրել իր ֆունկցիաները, արդյոք նրա իրարամերժ գործողությունները եւ հայտարարությունները չեն բերել նրան, որ բանակցային ձևաչափը կարելի ասել ուղղակի խաթարվել է եւ նաեւ այդ քննիչ հանձնաժողովում պետք է պատասխան լինի ինչու 2019 թվականի առաջարկը Մինսկի համանախագահության ծալել դրել են իրենց տակը եւ ոչ մի գործողություն չեն իրականացրել։ Արդյոք գործադիրը կարողացել է մոբիլիզացնել, կարողացել է ճիշտ գնահատական տալ, ինչպես ես եմ ասում, ճիշտ որոշել հակառակորդի գլխավոր հարվածում նրա հնարավոր գործողությունների բնույթը եւ ինչպես են նրանք իրականացրել միջոցառումներ, որպեսզի այդ ամբողջ տարածքով, մոտ 100 կիլոմետր տարածքով դրանց դեմը առնելու, որպեսզի իրենք
չգան հայտնվեն Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Իհարկե, որոշ ռազմավարական կետերում առաջ խաղացումը տեղի է ունեցել հետագայում, բայց միևնույն է, Հայաստանի Հանրապետությունը ավելի շուտ պետք է բարձրանար մեր սարերը, մեր բարձրունքները, Իշխանասարում, Վարդենիսում, Ջերմուկում, Սյունիքի այլ հատվածներում, քան հակառակորդը այդ 100 մոտավորապես կիլոմետր եկել եւ ավելի արագ է զբաղեցրել այդ ամեն ինչը եւ պլյուս քննիչ հանձնաժողովը մենք չմոռանանք պետք է գնահատական տամ իր իշխանության երրորդ թևի դատական համակարգին եւ դատաիրավական ամբողջ համակարգին գիտեք եթե պատերազմը ընթանում է հնդածս ըստ ծրագրի եւ նորմալ մենք խնդիրներ չունենք նրանք հնդածս իրենց պարտականությունները պետք է կատարեն բայց եթե օրինախախտումները պատերազմի դաշտից խուսափումները ավելի շատ են եւ այս պատերազմում այդպիսի երևույթներ եղել են ապա իրենք պետք է անցնեն այլ գործողություններ առաջինը պետք է իրենք պատերազմի գոտին փակեն քաղաքացիական ոստիկանությունը եւ ռազմական ոստիկանությունը միասին պետք է հավելյալ անցագրային կետեր որոնումներ իրականացնեն ընդ որում բազմաշերտ եւ բազմաէշելոնացված որտեղ որ իրենք տեսնում են այդ փախուստը իրականացում են իրենք պետք է օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնեն խորացված իրենք պետք է արագացված քննչական գործողություններ իրականացվեն հայտնաբերեն օրինախախտներին եւ ամենակարևորը այդ ամենը պետք է փոխանցվի դատական համակարգին եւ դատական համակարգը պետք է արագացված դատական process-ներ իրականացնի, ընդ որում ոչ թե հրամանատարներին հրավիրելով Երևան շրջկենտրոններ, այլ արտագնա-դատերով գնալ տեղում, որովհետև հրամանատարը տեղում մարտական գործողություններ է իրականացնում։ Ինչի մասին ես ասում եմ, առաջի Արցախյան պատերազմի ժամանակ իրականացվել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ղեկավարության քաղաքական եւ ռազմական ղեկավարության կողմից լինելով նոր կառուցվող նոր այսպես ինքնորոշվող պետություն այնուամենայնիվ այդ ամեն ինչը իրականացվել էր այս պատերազմի ժամանակ ես ձեզ կարող եմ ասել տեղում լինելով մատը մատին չեն խփել բայց խաղաղ պայմաններում այդ ամբողջ դատաիրավական համակարգը կտրիչ են կտրել բոլորը եւ գտնում եմ որ կան պահեր որ ուշ է նախ եւ առաջ պետք է հասկանանք որ իրավական խնդիրներ կա այս քննիչ հանձնաժողովի այսպես արդյունքների եւ գործողությունների հանրայնացման որովհետեւ երկու անգամ երկարացվել է որովհետեւ այս քննիչ հանձնաժողովը իր կազմով այդ 8 հոգով իրենք ի վիճակի չեն իրենց պարտականությունների կատարման հետ զուգահեռ քննել այնպիսի խոշոր իրադարձություն, ինչպիսին 44 օրյա պատերազմն է եւ այդ մարտական գործողություններն են։ Եվ այնտեղ կան երևույթներ, որոնք որ հենց իրենց վնաս կհասցնի, կան երևույթներ, որ ուշացված են, դրանից համապատասխան հետևություններ չի արվել, դրա համար իրենք չեն ուզում այդ ամենը ներկայացնել հանրությանը։ Մենք բազմիցս հարց ենք տվել եւ նորից այսօր այդ հարցը տալիս եմ։ Ազգային ժողովի նախագահը թող դնի եւ դա ներկայացնի հանրությանը վերաբերող մասով։ Հիմա ինչ եք կարծում, պարոն Օհանյան, արդյոք Օնիկ Գասպարյանը առաջարկած այս օրակարգ հաշվի առնելով նաեւ հանձնաժողովի նման ընթացակարգը, որ չեն հրապարակում, այս ֆորմատը, որ նա ուզում է խոսել, արդյոք ճիշտ է եւ արդյոք հնարավոր է նախընտրական այս շրջանում իշխանությունը փորձում է այդ պատերազմի հետ կապված ինչ որ օրակարգ ստեղծել։ Այս կա հնարավոր տարբերակ է, որ նախընտրական շրջանում են փորձում նորից արթնացնել, վերարթնացնել այդ իրավիճակը եւ ինչու է այդ ֆորմատը ընտրել, արդյոք ճիշտ է այդ ֆորմատը։ Այդ հարցը կարող ենք տալ Օնիկ Գասպարյանին, առավել եւս որ իմ խոսքի մեջ, իմ ելույթի մեջ ես անուն չեմ տվել, Օնիկ Գասպարյանի անուն չեմ տվել եւ երկրորդը նորից եմ հարցնում այդ դեպքում ինչով էր զբաղված այդ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, եթե չի հրավիրվել համապատասխան պաշտոնատար մարդկանց, չեն հրավիրել եւ մինչեւ հիմա չգիտեն
այսպես չգիտեն իրողությունը եւ կարծում եմ այստեղ ավելորդ աժատաժ, ավելորդ լարվածություն կարծում եմ մեր հանրության մոտ չպետք է ստեղծվի։ Մենք բոլորս գիտենք, որ ով է այս իրականության պատասխանատուն, այս իրականության պատասխանատուն։ Ուղղակի զարմանալի է, որ այսքան ժամանակ նա լռել է։ Հիմա է ուզում խոսել։ Ինչու հիմա։ Ես չեմ ուզում քննարկել, հավատացեք։ Շատ լավ, եւ պարոն Օհանյան, վերջին ժամերին մի այսպես տեղեկություն եղավ, ուզում եմ դրան անդրադառնալ։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը սկսել է խաղաղության քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ անցյալ օգոստոսի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի գագաթնաժողովում պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Մենք ականատես ենք լինում խաղաղության պտուղներին, ասել է Ալիևը, եւ ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև առևտրային հարաբերություններ են սկսվել, Ադրբեջանն այժմ տարածման հնարավորություն է ապահովում Հայաստանի համար, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելություններ կան։ Մի խոսքով այս ամենը խոսում է արդյոք այն խաղաղության մասին, որի մասին դուք եւս անհրաժեշտություն եք համարում։ Կարճ ասեմ, այդտեղ իր խոսքի մեջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ բառն է առանցքային։ Այսինքն իրենք իրենց առաքելությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ պարտադրանքի եւ ճնշումների միջոցով, որովհետեւ բոլոր այդ փաստաթղթերում նախաստորագրված եւ այլ ծրագրերում Հայաստանի Հանրապետության շահերը չնչին են եւ չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության շահերը, առավել եւս Ալիևի խոսքից բացի իրենց տարբեր գործիչների խոսքով նորից իրենք ասում են մենք խաղաղություն կունենանք Հայաստանի Հանրապետության հետ, եթե սահմանադրություն փոխվի, իրենք ասում են հիմա նույն Նիկոլ Փաշինյանը ասում է եթե ես չլինեմ, ապա կարող է աղետալի պատերազմ լինել, ինչ է նշանակում, եթե ես չլինեմ, աղետալի պատերազմ կարող է լինել, դու քո գործունեության ընթացքում ասում ես, որ մենք համակարգային խաղաղություն ենք բերում եւ հարաբերությունները այնպիսին են, որ գնալու ենք խաղաղության, եթե մեկ անձից է կախված այդ ամեն ինչը, դա խաղաղություն չի կարող լինել, ինչի համար Ադրբեջանը, եթե դու չլինես, պատերազմ կսկսի։ Նրա համար, որ ինչ որ մի բանի համար, չէ, ինչ որ մի բան ինքը ուզում է, դա կարող է լինել եւ Միջանցքի նկատմամբ այսպես պարտադրանքի քաղաքականությունը շարունակելու եւ սահմանադրության փոփոխության, չգիտեմ, եւ ադրբեջանցիների վերադարձի եւ Հայաստանում բնակեցնելու եւ այլն եւ այլն։ Եթե պատերազմ չի լինելու, այդ նշանակում է դու խաղաղ պայմաններում պայմանավորվել ես, որ այդ ամեն ինչը հանձնելու ես, այդ ամեն ինչը տալու ես նրանց, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ Ադրբեջանի ղեկավարի խոսույթը նաև մեկընդմերթ իրար հակասում է եւ նաև դա լրացում է մնացած այլ գործիչների կողմից շարունակելով ճնշման եւ պարտադրանքի այսպես քայլերը, մեթոդները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ես մեկ անգամ ասել եմ սրա մասին, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները այսօր փորձենք այսպես բնութագրել հասարակ դատավարության այսպես սկզբունքով մեթոդով, այսօր մեղադրողը, որ հիմնական մեղադրողը Հայաստանը պետք է լինի, որովհետև հանցագործություն կատարվել է Ադրբեջանի կողմից, հայտնվել է մեղադրյալի աթոռում առանց պաշտպանի, որովհետև հիմնական այն պահանջները, որ մենք պետք է դնենք Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանն է դնում Հայաստանի նկատմամբ եւ նաեւ այդ նկատմամբ բառն էլ ինքը շարունակում է ասել, ինքը չի ասում Հայաստանի Հանրապետության հետ, ասում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։